Այս երեք անձնավորությունները եւ դուք շատերդ հատկապես առաջին շարքում ներկայացնում եք այդ ամբողջ շրջանը, որ ընթերցողին գաստ է, այսինքն եւ ես ենթադրում եմ նաեւ իհարկե որ այս երեքը ընդրած են իրենց այս ոլորտները, որտեղ նաեւ ընթերցողին ինչպես ենթադրում եմ եք դուք։ Մենք նաեւ առանց մանրամասնելու կոնը հիմա սկիզբը գրնանք երևի ենթադրել, որ բոլորս գիտակցում ենք, որ Հայաստանում մենք ունենք խնդրեմ։ Ես կասեի հայերով մենք ունենք խնդրեմ այս ոլորտի հետ կապված։ Ունենք խնդիրներ։ Եվ ես կուզեի այսօր փորձենք հետևյալ ձևով մոտենալ այս հարցերին։ Որոնք են այդ խնդիրների պատճառները։ Առաջարկի պահակասն է, պահանջարկի պակասն է, քաղաքականության խնդրեմ է, քաղաքականություն հենց այս ոլորտում, պետական քաղաքականություն, ինչն է պատճառը, որ մենք բոլորս հաճախ ասում ենք վայ, ընթերցող չկա, քիրք չկա, թարգմանություն չկա, գապ չկա դրսի աշխարհի հետ։ Ուզում եմ սկսել քրողով եւ հարցնել թե ըստ քեզ Գարեն, այդ խնդիրները քրողի աչքով նայած, ճիշտ ինչ են, լուծումի կհասնենք, հիմա խնդիրները։ Սովետական միության փլուզումից հետո մոտ մշակութային կոլապսի ժամանակաշրջան էր, որի ընթացքում իսպառ քայքայվեցին գրաշրջանառությանը ենթակառուցվածքները, որի միջոցով գրականությունը, կոնկրետ գրականությունը, գրողի ձեռագրից հասնում էր մինչև ընթերցողի գրադարան եւ ընթերցողի գլուխը։ Նոր տնտեսական համակարգում, այսինքն շուկայական հարաբերությունների մեջ, մենք ըստ էության այլ խնդիր չունենք քննարկելու, քան գրական շուկայի խնդիրները։ Մեր բոլոր խնդիրները ենթադրում են այդ վերլուծությունը, այսինքն գրական շուկա, ինչ է այդ գրական շուկան։ Եթե չկա այսօր, ինչպես ստեղծել այն։ Շատ պարզ 4 կոմպոնենտներ, որոնք բնորոշում են marketing mix 4P-երի սկզբունքը, եթե ինչ-որ մեկը մասնագիտությամբ տեղյակ կլինի, այսինքն ապրանք, գին, տեղ, որտեղից վաճառվում է, այդ ապրանքը եւ promotion, այսինքն վաճառքի խթանում։ Հենց այս 4 գործոններից ելնելով է, որ մենք պետք է այսօր նայենք այս խնդրին, ոչ գրողի տեսանկյունից, որը ասենք ժամանակակից գրողի, որ իր բոլոր ընթերցողներին ասենք դեմքով ճանաչում են, նույնիսկ շատերի հետ նկար ունի, ոչ հրատարակչի, որ փորձում է տարբեր, չէ, հրատարակի չթողեն վերջում, ոչ պետության, որ լիքը արտաքին քաղաքականության, ներքին քաղաքականության, սոցիալական խնդիրներ ունի, որոնց շարքում գրականությունը եւ գիտելիքի տարածումը ավաղ առաջնային տեղերում չեն, եւ մասնավոր հովանավորների, ովքեր փորձում են ինչ-որ մի բան անել, մասնավոր կազմակերպությունների կամ գրողների միության, ով կառույցով բավականաչափ հին է այդ խնդիրները ճիշտ լուծում տալու համար, ես փորձում եմ ամբողջ ծանրաբեռնվածությունը դնել հենց հրատարակչությունների վրա, որպես միակ իրապես մոտիվացված հաստատությունները, որոնք կոնկրետ վաճառքից կոնկրետ շահ ունեն։ Այն սերունդը, որ այս մշակութային կոլապսի այս 20-ամյակի ընթացքում արդեն սեռահասուն է դարձել, 20 տարեկան է դարձել, ինքը ընդհանրապես չունի այդ մշակույթը, որ կարող է, չգիտեմ, ինչ-որ իրեն հուզող հարցերի համար, էլ չեմ ասում գիտելիքի համար, գիրք կարդալ, չգիտեմ, գիրք գնել ավելի դաժան, եւ մենք պետք է քիչ-քիչ ձևավորենք այդ ավանդույթը։ Դրա այսինքն խթանենք այդ վաճառքը, հենց դրա միջոցով։ Ոնց։ Ամենահեշտ ու էժան տարբերակը, որ մենք գտել ենք մեր ընկերների հետ, դա ինտերնետն է։ Այսինքն մենք, որ ժամանակ, միտք, էներգիա ծախսում ենք, ինչ-որ տեքստեր ենք ստեղծում, ինչ-որ գաղափարներ, ինչ-որ մտահոգություններ, ինչ-որ թեմաների մասին գրում ենք, ուղղակի առանց որևէ վարձատրության դնում ենք մեր կայքերում, բայց ամենակարևոր խնդիրը զանգվածային քարոզման ամենաուժեղ միջոցը դա հեռուստատեսությունն է։ Այսօր ոչ մի հեռուստատեսությամբ ու բացառությամբ ինչ-որ հին հաղորդումների, որոնք կրկնում են ուղղակի եթերային ժամանակ լրացնելու համար, չկա մի հաղորդում, որը ուղղակի, ասենք 5 րոպե կներկայացնի այս նախորդ ամիս հրատարակվել այս ժամանակակից հեղինակի գիրքը կամ այս գիրքը ընդհանրապես, կամ ինչ-որ գրողի հյուր հրավիրեն, ոչ քաղաքական հարցեր տան, այլ խոսեն գրականությունից։ Կա երկու տեսակի պահանջարկից թվում է գիտելիքի եւ
այդ մտքի թրիչքի անչադվելու մարդկայինորեն կյանք ապրելու պահանջարկը, հա, երկու դարբեր։ Կա նաև ժամանցի պահանջարկը, ուղղակի ուղղակի ժամանցի։ Ես ավելի խորն եմ ասում։ Հոգևոր, հա։ Արմեն, մենք ունենք այդ նյութերը այսօր շուկայում։ Հակոբ Մեղապարտից մինչև Հակոբ Մովսես գիրքը չի փոխվել։ Ուրեմն մեր շուկայում sense գրքեր չկան։ Սա խաղալիք է։ Դուր ես փանամ։ Սա սիրած կորդս է, գիտեմ քիչ։ Ահա։ Դու խոսիր ես ցույց տվեք։ Սրանք երեխաների քրքեր են։ Այսպիսի գրքեր չկան։ Սրանք քրքեր են, դպված։ Չկան ինչու։ 2600 դրամ Վրաստանում արժի։ Մենք այս պրոյեկտը արել ենք Վրաստանում եւ Հայաստանում ես կասկածում եմ, ցույց տվեց հետազոտությունը, որ չի վաճառվի։ 2600-ով վաճառվում է։ Այնտեղ այո։ Վաճառվում է։ Այո։ Տարբերությունը ինչ է։ Առհասարակ Վրաստանում մթնոլորտի խնդիր է։ Վրաստանում գիրքը 2 անգամ ավելի թանկ արժի, քան Հայաստանում։ Երշիկը ավելի էժան արժի, քան Հայաստանում։ Հայաստանում 1 կիլոգրամ խնձորը ավելի թանկ արժի, քան 1 կիլոգրամ գիրքը։ Եթե երեխան մեծը տարբերություն չունի, հասարակության ցանկացած մարդ տեսնում է, որ կարողության հասնում է գողը, գցողը, չգիտեմ, բանդիտը եւ այլն, խափեփան, հաստավիզը, չգիտեմ, ապա նա ուզում է դառնա նմանը, լավ մեքենա քշում է նա, ով որ խափեփա է, ով որ ինտելեկտ չունի եւ այլն։ Եվ նա էլ է ուզում ունենա լավ մեքենա, հասկանում է, որ պետք չի այդ ճանապարհով գնալ, պետք է հակառակը գնալ, չգիտեմ, վիզը հաստատել։ Մենք պիտի ցույց տանք, ժամանակակից հերոս ցույց տանք, որ գիտեք, բացի այն, որ հաստավիզը կարող է ունենալ կարողություն, մարդը նույնպես գիտելիքի միջոցով կարող է եւ արդար աշխատանքով կարող է այդ նույն բանը վաստակել։ Խնդիրը սրանում է։ Որբեսի հաջորդ Գարենը կամ Արամը կամ Լուսինեն այդ կոզած գիրքը դքրեն, պիտի իմանան, որ իրենց աշխատանքի համար պիտի վարձատրվին եւ այդ գիրքը պիտի հասնի տեղ։ Ես կուզեմ հրադարագիչներից լսել, այսինքն մարդիկ մոդենում են ցեզ Արամ Մեհրաբյան Print Info-ից օրինակ, մոդենում են եւ ասում են, խնդրում եմ, այս գիրքը ուզում եմ հրադարագել, դու ասում ես, ոչ թում բավարար փող ունես, ոչ ես, այդ գիրքը տեղ չի հասնելու, չեղավ։ Բայց ես կարծում եմ թեմատիկ առումով կներեք, որ միջամտում եմ, շատ երկրորդական բան է, առաջնային խնդիրներ կա, որոնք ավելի Ասա, առաջնայինը ո՞րն է։ Նախ ընթերցանության խնդրը, սա շատ ավելի Արամ, մի քիչ բարձր պիտի խոսես։ Ինչն է մարդուն մղում ընթերցանության։ Սա ես ակնկալում եի, որ նման հարցեր պիտի քննարկվեր այստեղ, ավելի բովանդակային երկրորդական հարցեր են։ Չեմ կարծում, որ ընթերցողները շարք են կանգնել եւ, ասենք, գրողի գրած ստեղծագործությունները չեն կարողանում հասցնել ընթերցողին։ Ինչու չեն կարծում սրա մասին է խոսքը։ Լավ, ընթերցողները հերթի կանգնել են, գրադարաններում հերթ կա։ Ոչ, գրադարաններում հերթ չկա։ Այո, մեր հանրապետությունում կա բավարար թվով, բավական թվով գրադարաններ։ Արդյոք մեզ այդքան գրադարաններ անհրաժեշտ են, դա իս հարցը 20 տարի քննարկման մեջ է։ Ես մի 2 տարի առաջ մի փոքրիկ հաշվարկ արեցի, եթե մենք ուզում ենք գյուղում ունենալ գյուղական գրադարան, որը առնվազն 4 թերթ, հա, 2-ը աջից, 2-ը ձախից կբաժանորդագրվի եւ տարեկան Հայաստանում տպագրվում է 2000-2500 անուն գիրք։ Այդ տպագրված գրքերից գոնե առնվազն 100-ը գնելու հնարավորություն ստանա, գրադարանավարին էլ մի քիչ աշխատավարձ տա, այդ տեսակ գրադարանը կարժենա գյուղի վրա մոտարապես 4-5 հազար դոլար։ Արդյոք գյուղերը կարող են այդ ծանրությունը պահել։ Ես շատ կասկածում եմ։ Մեծ ռեսուրսների խնդիր է պահանջվում գրադարանային ցանցը ոտքի կանգնեցնելու։ Ուղղակի մոդելներ կան, պետք է կարծում եմ մի քանի մոդել մշակել, մենք համանման մի ծրագիր արեցինք, որի արժի հիշատակել, դուք դրանով սկսեցիք, մենք անցյալ տարի ձեր հիմնադրամի միջոցով, մենք ասել ես նկատնում ամերիկյան դեսպանությունը, իրականացրեցինք գրադարանները որպես քաղաքացիական հասարակության կենտրոններ ծրագիրը, եւ այն գրադարանները, որտեղ բարվոք միջավայր է ստեղծվել, ընթերցողների թիվը ավելացել է։ Ես շատ եմ ճամփորդել որպես լրագրող հիմա էլ
արտասահմանյան երկրներում մոտիկ մեր հարևաններից մեկին Թուրքիայում ամեն անգամ պոլիս գնալուց ես գնում եմ Քնալը կղզի, գիտեք դա ամենահրաշալի վայրերից մեկն է, եւ 100 մարդ է երբ որ նավ նստում, 90-ի ձեռքին կա ամսագիր կամ թերթ, մի 7-8-ի ձեռքին կա գիրք, 1-2-ի ձեռքին ոչինչ չկա։ Ենթադրում եմ, որ դրանք հայաստանցիներն են։ Ես նաեւ Հայաստանի մարզեր եմ շատ շրջել ավտոբուսներով հիմնականում, այսինքն մարշրուտկաներով այսպես կոչված, 20 հոգի է նստում, 20-ի ձեռքին ոչ մեկի ձեռքին չկա թերթ եւ գիրք։ Ես իմ ընկերների հետ շատ ենք խոսում այս թեմայով, որովհետև քանի որ մենք դժբախտություն ենք ունեցել որոշելու, որ մենք պետքա գրող լինենք։ Այս դժբախտներին հիմա ուզում եմ հարց տալ։ Հա, մեր դժբախտները առաջին շարքում նստած են։ Չէ, դժբախտություն, բայց մի բանում հաստատակամ ենք։ Եթե այդ իրավիճակը պետքա փոխվի, ուրեմն մենք պետքա փոխենք ու մեր ժամանակ պետքա փոխվի, որովհետև ես ուզում եմ վաճառեմ իմ գրքերը, ես ուզում եմ հնարավորինս շատ մարդ կարդա դրանք, հնարավորինս շատ ես ուզում եմ մասնագիտական նույնականացման հաճույքը ունենալ, այսինքն ես իմ գրականությամբ փող աշխատեմ, դրանից այնքան հաճույք կարծում եմ չկա, գոնե գրողի համար։ Եվ մի լուծում, կոնցեպցիա, որից կարելի է ելնել, այսինքն այս բարոյախրատականները դե մենք հազարամյա չենք կարդում բան, պետությունը բան, ընդհանրապես պետքա քարոզել մի գաղափար, որ ինտելեկտուալ լինելը կամ ձեռքը գիրք ունենալը կամ գիրք նվիրելը նորաձև է։ Հենց նորաձևության խայծի վրա կարելի է հայերին բռնել, թիթիզության գենը կմատնի իրանց։ Կամ որ կամարդ, որը որ փողով գիտելիքով փող աշխատում։ Ասենք սկսել են աստղերից բանից ում շատ են ասենք հեռուստատեսությամբ ցույց տալիս, երբ որ ինտելեկտը եւ գրականությունը կդառնան նորաձև, այդ ժամանակ կսկսվի այդ շարժումը։ Մենք հիմնական մի հարցի մասին չենք խոսում, չենք դեր ենթադրում ենք, գիտենք, մեկ գոմ ենք թրել։ Այսօր աշխարհով մեկ գիտելիքի միջոցով մարդիկ ապրում են եւ միայն գիտելիքի միջոցով։ Այսօր Ամերիկան ստեղծում է աշխարհի գիտելիքների, հրադարագությունների թուղթի 1/3-ը, Եվրոպան ստեղծում է 1/3-ը եւ մնացածը ստեղծում են 1/3-ը։ Մենք եթե այդ բոլորը Հայաստան փերելու ցև չգտնենք, մենք ապրում ենք 21-րդ դարում։ Մենք ո՞նց ենք լուծելու այդ հարցը։ Ինչու այսօր Հայաստանում մեդակություն չկա գարթալու։ Այս հիմնական հարցի մենք պետք է պատասխան տանք։ Դա կպատասխանի Թաթուլին հարցին, Արամի հարցին, մեր բոլորի հարցին։ Իսկապես ո՞րն է խնդիրը։ Ես կարծում եմ, որ այսօր հասարակության մոտ իսկապես հետաքրքրություն չկա, եւ այս հարցը լուծելու համար երկու խնդիր կա՝ հետաքրքրություն առաջացնել եւ նաեւ հետաքրքրական բան դրամատրել այդ մարդկանց։ Այսինքն հարցը պետք է լուծվի գարթացողի եւ գրողի միջեւ։ Այստեղ երկուսն էլ պատասխանություն ունեն։ Բայց որպեսզի այս պատասխանությունը գիսվի, ես կարծում եմ, որ պետության դերի մասին էլ պետք է խոսենք։ Իսկապես պետությունը այստեղ շատ մեծ դերակատարություն ունի։ Իր օրինակով ծառայելու, գումարներ հատկացնելու, հեռուստատեսությամբ ծրագրեր ստեղծելու եւ նաեւ հարցը պետք է սկսի նաեւ դպրոցներից։ Իսկապես որոնք են մեր այսօր օրինակելի անձիկ։ Հաստավզերն են, օլիգարխներն են, թե այլ հերոսներ պետք է լինեն։ Այս հարցերը ես կարծում եմ մենք պետք է առաջնային դարձնենք, որովհետեւ կարողանանք իսկապես այդ հարցին պատասխան տալ։ Հարցի լուծումը կայանում է դրանում, թե ինչպես մենք կարող ենք մեր սերունդների մոտ հետաքրքրություն առաջացնել եւ նաեւ մեր մտավորականության մոտ համարձակ, խիզախ եւ օրվա մտահոգությունները արդահայտող եւ մեր հասարակության հետաքրքրող թեմաներ գրեն, համարձակորեն գրեն, չքաղաքականացվեն, չիշխանականացվեն։ Ժամանակին անցում կատարվեց ձեռագրից տպագրին 15-րդ դարում։ Այսօր ուրեմն անցյալ տարվա դեկտեմբերի տվյալներով դեռ Amazon-ը վաճառում էր, ուրեմն դեկտեմբերին զեկուցեց, որ hard copy հրադարագությունը եւ էլեկտրոնայինը հավասարվեցին։ Օգոստոս ամսվա տվյալներով, չեմ ասում Noble-ը, նույնիսկ Amazon-ը միայն արդեն 80-20 էր։ Իրականության մեջ ոչ թե չեն կաշտում, շատ լավ էլ կաշտում են, ում ինչ պետք է գտնում եւ կաշտում է։ Գիտելիքը ինչպես պիտի հասցնել այստեղ։ Գիտելիքը միայն Հայաստանում չի ստեղծում, ստեղծում է նաեւ դրսում։ Ես կուզենայի, որ քննարկումը մի քիչ ավելի բան կնալ, քան թե մեր նեղ սարավան նստած մի ազգի նեղ սրդություն, որ մենք գիրք ենք տպում, չի վաճառվում։ Քաչնազարը աուդիո եւ հեքիաթներ։ Դրա մասին չի խոսքը, այսօր ինտերնետում էլ է վատ վաճառվում։ Մեր գրականության մասին է խոսքը, որ ընթերցանության պակաս կա, մեր մոտ սեր չկա դեպի գիրքը։ Խնդիրը դրանում է։ Նայրի։ Այդ նույն գրքերը կան բանում
iPad-ում։ Այսինքն հիմնական հարցը այն է, որ փուն սպառողին թիվը բացել է, այս փաթեթավորումով, մերուժի ասած փաթեթավորումով։ Նայրի, ընթերցասեր։ Շնորհակալություն միջոցառման համար, հետաքրքիր քննարկում եմ, բայց ես լիովին համաձայն եմ նախորդ բանախոսի հետ։ Առաջինը կա համաշխարհային խնդրեմ։ Հեղափոխություն է տեղի ունենում, թղթից անցնում են էլեկտրոնային բովանդակության։ Երկրորդ խնդրեմը նրանում է, ես անձամբ Հայաստանում չեմ տեսնում ներդրում բովանդակության զարգացման մեջ։ Տեսեք, մենք չխուսափենք իսկական հարցերու պատասխան փնտրելուց, որովհետև այստեղ ունենք երկու տարբեր հարց։ Չմրցինք այդ երկու հարցերի միջև, թե որն է ավելի կարևորը, ավելի մեծ։ Նախապես ուղղեմ, որ ես սեփականատերը չեմ, խանութը բացել է Սամվել Հովհաննիսյանը եւ ինքը այստեղ ներկա ենք խոսի խանութի եւ կոնցեպտի մասին։ Ես 2007 թվականից գերմանական Taschen ֆիրմայի դիստրիբյուտորն եմ Հայաստանում եւ իրոք այդ տեսակետից էլ փորձ ունեմ, որի մասին կարող եմ ձեր հետ կիսվել։ 2001 թվականից ես դեռ լինելով Միացյալ Նահանգներում Print-Info-ի հետ համագործակցել եմ։ Ուզում եմ ասեմ, որ այդ Print-Info-ն հենց այն հրատարակչություններից մեկն է, որը որ ունի մշակութային քաղաքականություն եւ ցանկը, որ նայեք հրատարակած գրքերի զուտ ընտրված այնպես, որ մշակույթը զարգացվի Հայաստանում, որովհետեւ եթե Կանտի գիրքը 1000 օրինակ Հայաստանում վաճառվել է եւ ես դրա մասին իմացել եմ ընդամենը մի քանի օր առաջ, երբ որ մենք խանութի հետ կապված Print-Info-ի ցանկն էինք ներկայացնում Հայաստանում, մեր բյուրոկրատ խանութում։ Ինձ համար շատ զարմանալի էր, որ Հայաստանում 1000 օրինակ Կանտ կարող է վաճառվի։ Պարոն Օսկանյանը ինձ հարցրեց, ասում է, քո հրատարակած գրքերը հետաքրքրություն առաջացնում են, թե ոչ։ Ասեմ, եւ այո, եւ ոչ։ Մասնագիտական շրջանակներում ոչ։ Եթե ես փիլիսոփայական գիրք եմ հրատարակում, այդ գրքերը չեն կարդում փիլիսոփաները, իրավունքի եւ փիլիսոփայության ինստիտուտի աշխատակիցները, համալսարանների փիլիսոփայական ֆակուլտետների դասախոսները եւ ուսանողները։ Այդ առումով ոչ, բայց կարդում են մարդիկ, որոնք ապրում են, ունեն ինտելեկտուալ հետաքրքրություններ։ Կարող է մի